Պարոն Կոչուբաև, ձեր ցույցությամբ ինչ եք սպասում։ Քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկումը ավարտվեց։ 14:35 կլինի բարձրագույն դատական խորհրդի որոշումը այդ մասով։ Իսկ ազատությունից զրկելու հետ կապված հարցի քննարկումը հիմա չէր կարող տեղի ունենալ, որովհետև եթե մերժվեր այս միջնորդությունը, առարկայազուրկ կլիներ մյուսը, եւ թուլայնությունը այնպիսին է, որ պետք է սպառեին այս հարցի քննարկումը նոր դիտարկվելն է։ Գիտեք, նաև չվտանգելով եւ մեր հետագա պաշտպանությունը եւ առհասարակ հանրային շահը, որովհետեւ դատավորի մանրամասները պետք է հնարավորության դեպքում պահվեն փակ ռեժիմով, մեր գնահատման բացառապես բամբասանքներ, կծկտուր հեռախոսային խոսակցություններ առանց առարկայացման, թե ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել եւ կաշառքի չափը ինչքան է, ասում են առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Ինչ կաշառքի չափի մասին ասում, կրկին խնդրում եմ եւ լրագրող գործընկերները եւ հանրությունը հասկանա, խոսքը դատավորի մասին է եւ դատական իշխանության հեղինակության մասին է, թույլ տվեք գործի այդ դետալները պահել փակ ռեժիմով, բայց ես հավաստիացնում եմ ձեզ այդպես առանձնապես խոշոր չափ եւ այլն, դրանք ընդհանրապես հնչեղություն ապահովելու համար են։ Եթե ես ճիշտ հասկացա, բերվածը նախ քրեական օրենսգրքի համատեքստում բավարարում է խոշոր չափի նախ շեմը, մեղադրանքը, բայց չկա որևէ փաստական տվյալ, որ Արտուշ Գաբրիելյանը գումար է ստացել, Տիկին Վարդապետյանն էլ դա հաստատեց, որ գործով տվյալ չկա, որ Արտուշ Գաբրիելյանը գումար է ստացել, հա, եւ համաձայնելու որ կաշառք վերցնի, արդեն իսկ ավարտված հանցագործություն ստացել է, ստացել է տեղյականը։ Ոչ, հանցակազմի դետալների իմաստով էական չէ, բայց քանի որ ի սկզբանե մամուլի տեղեկությունները այն էր, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հետևել, որ ոչ չի ստացել։ Իսկ թե համաձայնությունը տվել է թե ոչ, մենք հասկացեք, խնդրում եմ մի պարզ բան, մեզ բերել են ընդամենը մեղադրանք առաջադրելու հարցի քննարկում եւ փաստական տվյալները մոտ են 0-ին, այսինքն նվազագույնի տիրույթում եւ այս առումով փաստարկված առնվազն պնդում, որ պարոն Գաբրիելյան որևէ հանցակազմի հետ կապ ունի եւ գլխավոր դատախազի եւ տեղակալի կողմից չեն փաստարկվել։